Լոռի են վերադառնում լավագույն ավանդույթները։ 4 տարվա դադարից հետո լոռեցիներին կրկին միավորել է ամենասիրելի բերքի տոնը։ Դսեղի կենտրոնական հրապարակը մարդաշատ է։ 40 տաղավարում մարզի ձեռնարկատերերն ու ֆերմերները ներկայացրել են իրենց բերքն ու բարիքը, հացաբուլկեղենից մինչև էկոլոգիապես մաքուր միրգ բանջարեղեն, կաթնամթերք մսամթերքից մինչև լոռվա սարերի թեյ, դեղաբույսեր, գինի ու մրգօղի։ Բավականին տպավորված եմ, որովհետև տեսնում եմ գյուղատնտեսական արտադրանքներ, հատապտուղներ ու շատ զարմանում եմ, որ օրինակ մարզում հապալաս է աճեցվում, պետք է ինքնակրթվենք, պետք է զարգանանք, որովհետև աշխարհը մեր շուրջը փոխվում է նաև գյուղատնտեսությունը։ Ու շատ կարևոր է նաև իրազեկման պատշաճ ակցիաներ իրականացնելով մարզպետի աշխատակազմի կողմից մեծացնել էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված գյուղատնտեսական աջակցության ծրագրերից գյուղացու օգտվելու թիվը։ Տարբեր համայնքների յուրահատուկ ձևավորմամբ տաղավարներն իրենց շուրջն են համախմբել տոնի մասնակիցներին ու հյուրերին։ Յուրաքանչյուր տաղավարից համտեսի են հրավիրում եւ հպարտանում իրենց արդար քրտինքով։ Տաղավարում Ալավերդի համայնքին հատուկ հայկական ավանդական ուտեստներից մենք ներկայացրել ենք ավելուկի աղցանը, հոնի ճաշը, ավանդական ծանդիլը, հալվան, որը բնորոշ է Հայաստանի բոլոր բնակավայրերին, ավանդական հայկական գաթան, հացը, լավաշը եւ տարբեր տեսակի աղանդերներ, չրի տեսքով, մուրաբաների տեսքով։ Ռուսական համայնքա Լերմոնտովը, մալականներին 80% բնակվում, դեպ այս սալատներին պատրաստում շատ համեղ, կաղամբի սալատ, բազուկի, գյազարի, պիրաժկի, ավանդական մալականսկի պիրաժկի, կարտոֆիլով ու կաղամբով։ Ավանդական ուտեստներից բացի տաղավարներում ներկայացված են նաև ձեռագործ աշխատանքներ, զարդեր, տիկնիկներ, արվեստի գործեր։ Տիկին Աննան արդեն 15 տարի մոմերի արտադրությամբ է զբաղվում, ասում է, սա ոչ միայն սիրելի զբաղմունք ու աշխատանք է, այլև հոգեթերապիայի միջոց։ Արտադրում ենք թե սովորական մոմեր, թե ձեռագործ հեղինակային մոմերեր ենք արտադրում։ Մենք մեր ոճը ունենք, էլի առանձին։ Մասնակցում ենք, որ ավելի շատ հաճախորդներ ձեռք բերենք, մեր մարդիկ ծանոթանան, որ մարզում այսպիսի սիրուն աշխատանքներ կան։ Բերքի տոնը ոչ միայն սեփական արտադրանքը ներկայացնելու եւ իրացնելու, այլև նոր կապեր հաստատելու հնարավորություն է, զարգացնելու բիզնեսը, ստեղծելու աշխատատեղեր եւ աշխուժացնելու համայնքային կյանքը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։